Նոր զոհ բանակում քննչական կոմիտեն պնդում է, թե ինքնասպան է եղել ժամկետայինը, ինչու չեն հայտնում, թե որտեղ են գտել զինվորի մարմինը, ինչու են ժլատ պաշտպանության նախարարության տեղեկությունները բանակում մահվան դեպքերի մասին։ Ակնհայտ սպանությունները որակվում են ինքնասպանություններ։ Ծառայողական քննություն է սկսվել այն բարեկների նկատմամբ, որոնք կարգավորելիս են եղել Արգավանդի խաչմերուկը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցման պահին, չթույլատրված մասով փողոցը հատած քաղաքացիները հազիվ են խուսափել վրաերթից։ Բարեկը եթե փակում է, պետք է լիարժեք փակի ամբողջ ճանապարհը։ Եվ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը վերացնելու հնչեղ անվան տակ Փաշինյանը փորձում է Հայաստանը թուրքական կախվածության տակ դնել էներգետիկ փորձագետների ահազանգը։ Ուզում են մեր կախվածությունը թուրքական էլեկտրաէներգիայից ուժեղացնել։ Դեկտեմբերի 13-ի գլխավոր նորությունները կհայտնի Հայլուրը, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եւ այսպես նորից զոհ կա բանակում, ոչ կանոնադրային հարաբերությունների, թե ավելի արատավոր բարքերի զոհ է Սմբատ Մհերի Կիրակոսյանը։ Պաշտպանության նախարարությունը չի հայտնում անգամ, թե որտեղ, դիրքում, թե զորամասում է գտնվել նրա դին։ Քննչական կոմիտեն հորդորում է բավարարվել հաղորդագրությամբ, թե ժամկետային զինծառայողը կրակել է իր գլխին։ Իրավապաշտպանները հույս չունեն, թե քննությամբ ավելին կպարզվի։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անկախ փորձագետների համոզմամբ կոծկում է ոչ միայն բանակում առանձին մահվան դեպքերը, այլև վիճակագրությունը։ Նա հայտարարել է, թե այս տարի մինչև հոկտեմբեր մահվան 5 դեպք է եղել բանակում, մինչդեռ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալով այս տարվա առաջին 6 ամսում 15 մահ է եղել բանակում։ Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը, որ 2013-ին Սեյրան Օհանյանին հարցնում էր, թե ինչու նա հրաժարական չի տալիս, երբ գիտի, որ ծառայակցի կրակոցից սպանված զինծառայողի հարազատները նրա դագաղը Երևան են բերում, իր ամուսնու կառավարման օրոք գործող պաշտպանության նախարարին նույն հարցը չի տալիս, թեև նույն հայկական ժամանակը դեռ Փաշինյանների ընտանիքի թերթն է։ Ծառայության ընթացքում մահացած հայտնաբերված Սմբատ Մհերի Կիրակոսյանը ժամկետային էր, թե պայմանագրային։ Զորամասում, թե դիրքերում է պատահել ողբերգությունը։ Պաշտպանության նախարարությունն ու քննչական կոմիտեն մանրամասներ չեն հայտնում։ Հայլուրի տեղեկություններով Սմբատը ծառայում էր Իջևանի զորամասերից մեկում 19 տարեկան էր։ Ուրբաթ ժամը 16-ի սահմանում է հայտնաբերվել Սմբատ Կիրակոսյանի մարմինը հրազենային վնասվածքով։ Քննչական կոմիտեի նախնական տվյալով զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է գլխին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վերահսկողության իսպառ բացակայություն, ես ենք ասեմ, ներսում, եւ իրենք քրեական գործերով փորձում են կոծկել նաեւ այդ դեպքերը։ Սպանություն թե ինքնասպանություն է կատարվածը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հույս չունի, թե քննությունը կպարզի իրականությունը։ Տարիների փորձը ցույց է տալիս, որ բանակին առնչվող գործերը ծածկադմփոց են արվում։ Ակնհայտ սպանությունները որակվում են ինքնասպանություններ։ Շատ դեպքերում դատարանները կայացնում են այդ ինքնասպանության որակումները, հաստատում են ու դեպքերը չեն բացահայտվում այսպիսով։ Եթե բացահայտվեն, մեղավորները պատժվեն, այդ դեպքերը չեն լինի մեր բանակում, կնվազեն։ Ես կարող եմ փաստել։ Թվերը նվազում են։ Հոկտեմբերին հանրային հեռուստաընկերության եթերում վստահեցրել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հպարտացել, բանակում սպանություններ չեն եղել 2025-ին։ Սպանության դեպք չենք արձանագրել 25 թվականին չենք արձանագրել։ Ըստ Պապիկյանի այս տարի մինչև հոկտեմբեր մահվան 5 դեպք է եղել բանակում։ 25 թվականի ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 5 մահվան դեպք, որից մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, երկուսը առողջական խնդիրների պատճառով եւ մեկը ցավոք ինքնասպանության։ Իրականությանը չեն համապատասխանում պաշտպանության նախարարի տեղեկությունները, համոզված է Ժաննա Ալեքսանյանը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալով այս տարվա առաջին 6 ամսում 15 մահ է եղել բանակում, 3-ը ինքնասպանություն, 3 զինծառայող մահացել է առողջական խնդիրների, 2-ը դժբախտ պատահարի, 2-ը սպանության, 1-ը ավտովթարի հետևանքով, 4 զինծառայողի մահվան պատճառը հայտնի չէ։ Քննչական կոմիտեն, թե այս աղմկահարույց գործերով ինչ ապօրինություններ է անում, բացահայտ, ասենք ինչ հույս պետք է ունենանք, որ զինվորական գործերը կարող է բացահայտեն։
Իրենք հիմա փակել են բանակը, ամեն կերպ ինֆորմացիան չթողնելով, նախարար Պապիկյանը ընդհանրապես չգիտենք ինչով զբաղված։ Հրդեհի 15 զինվորի դեպքում անգամ չգնացին զորամաս տեսնեին ինչ ա եղել։ Չգնացին դեպքի վայր, գնացել էին Նիկոլ Փաշինյանի մոտ եւ այնտեղ էին զեկուցում, Նիկոլ Փաշինյանն է զեկուցում, թե դեպքը ոնց ա եղել, առանց գնալու Վարդենից։ Իրավապաշտպանը Ազատի զորամասում 15 զինծառայողի կյանք խլած հրեշավոր հրդեհն է հիշում։ Մեկ ամսից կլրանա գործի քննության 3 տարին, իսկ դատավարության վերջը չի երևում։ Լիլիթ Խալաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Ծառայողական քննություն է սկսվել այն բարեկների նկատմամբ, որոնք կարգավորելիս են եղել Արգավանդի խաչմերուկը ուրբաթ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցման պահին։ Չթույլատրված մասով փողոցահատած քաղաքացիները հազիվ են խուսափել վրա երթից, ոստիկանության մեքենան կտրուկ արգելակել է։ Ծառայողական քննությունը կպարզի, արդյոք մայթերին եւ խաչմերուկում կանգնած բարեկները որևէ գործողություն արել են չթույլատրված մասով փողոցը անցած քաղաքացիներին կանգնեցնելու համար։ Կարինե Մանգասարյանն է պատմում։ Արգավանդի խաչմերուկում ուրբաթ երեկոյան հերթապահած բարեկների գործողությունների ճիշտն ու սխալն են քննարկում մարդիկ։ Բարեկի ամփոփություններ ուրեմն։ Եղավ, բարեկը եթե փակում է, պետք է լիարժեք փակի ամբողջ ճանապարհը։ Այս տեսանյութում բարեկները փորձում են կարգավորել Մոսկվայից վերադարձած Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անփորձանք ընթացքը։ Բայց երկու քաղաքացի քիչ է մնում հերթական փորձանքի մեջ գցեն վարչապետական արագընթաց շարասյունը փողոցը անշտապ անցնելով չթույլատրված մասով։ Բարեբախտաբար ուղեկցող ոստիկանական մեքենայի վարորդը վերջին պահին դանդաղեցնում է ընթացքը։ Ուր էին նայում բարեկները վթարային այս իրավիճակում։ Բարեկներին լավ չեն սովորացրել, իրանց չեն կարող պատահել իրենց պարտականությունները, ոչ չեն կարողացել։ Ծառայողական քննություն է սկսվել ներքին գործերի նախարարությունում պարզելու, անփութություն են դրսևորել ոստիկանության ծառայողները, թե ոչ։ Կադրերում երևում է, որ փողոցի երկու մայթերին էլ բարեկները սպասեցնում են անցորդներին, մինչև անցնի վարչապետի ավտոշարասյունը։ Մարդկանց կուտակումներ են նկատվում։ Հավանաբար երկար սպասելուց ոմանց նյարդերը տեղի են տալիս եւ նրանք շտապում են փողոցն անցնել։ Մեկ անգամ չէ, որ վարորդները բարձր ու անդադար ազդանշաններով բողոքել են, որ երթևեկությունը անորոշ ժամանակով կանգնեցվում է վարչապետի անխոչնդոտ տեղաշարժի համար։ Դժգոհում են մարդիկ, երբեմն ստիպված են լինում մոտ 20 րոպե սպասել, մինչև ՊՊՑ-ի ավտոշարասյունը տեղափոխի վարչապետին։ Դուք հանդիպել եք այն իրավիճակի, որ ճանապարհը փակում են, որ շարասյունը անցնի պետական։ Մի երկու անգամ ստեղ հայտնվել եմ, բայց ինձ համար մեծ դժվարություն է առաջացել։ Գուցե բարեկներն իրենք էլ չգիտեն, թե որքան պետք է փակ պահեն փողոցը կառավարական կորտեժի համար։ Իրենց գործը նաև քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։ Բայց Սոնա Մնացականյանի ողբերգական մահից հետո մարդիկ որևէ մեկի վրա հույս չեն դնում։ Մահվան շարասյուն են անվանում վարչապետի կորտեժը ու միմյանց զգոնության կոչ անում։ Մենք պետք է ուշադիր լինենք պետական մարմինների անիվների տակ չճզմվելու համար։ Մեր երիտասարդ աղջիկները, թե տղաները նաուշնիկներով, պետականջակալներով, իրենք շարժվում են ու չեն նայում ոչ ճաշ, ոչ ձախ։ Ինքը գիտի, որ սա իր ճանապարհն է, բայց չգիտի, որ դիմաց եկող մեքենան, դա տեխնիկա է։ Դա մեխանիզմ է, որը կարող է անսարք լինի այդ վարքյանին, ու ինքը չի կարողանա տիրապետել այդ մեկ, բայց ինքը չի նայում, ինքը պետք է սթափ լինի ու նայի աջ ու ձախ։ Մարդկանց սխալն է, պետք է նայեն, ուշադիր լինեն, անցումներին, լույսը, ամեն ինչա, բարեկա, պետք է ուշադիր լինեն։ Բարեկը մի կողմից թույլատրեց անցնել, մյուս կողմից Դե կարող է մեկը մեկին բանա ուշացրել է, էլի։ Մոտ 4 տարի առաջ Պարոնյան Լեո խաչմերուկում ընդամենը մեկ բարեկ էր կարգավորում ճանապարհը, երբ հղի Սոնա Մնացականյան անցնում էր փողոցը Փաշինյանի ավտոշարասյան սլացքի պահին։ Այսօր էլ մարդիկ սարսռում են, երբ հիշում են սարսափելի այդ օրը։ Դա սարսափելի է, դա ահավոր է, ոչ ոք
այդ փաստի առաջ թող չկանգնի։ Սոնա Մնացականյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Ռաֆի Ասլանյանը վստահ է, նոր ողբերգություններից հնարավոր է խուսափել, եթե Սոնայի մահվան բոլոր պատասխանատուները պատժվեն։ Ըստ փաստաբան Ասլանյանի, վարորդի դատավարությունը ձգձգվում է, որպեսզի նա նույնիսկ իր խոսքով անհամաչափ 1.5 տարվա ազատազրկման պատիժը չկրի, անցնի գործի վաղեմության ժամկետը։ Այսպիսի հովանավորչությունը նպաստելու է, որպեսզի հետագայում եւս նմանատիպ դեպքերը անընդհատ կրկնվեն։ Անպատժելիության մթնոլորտը այս պահին ես կարծում եմ ակնհայտ է։ Դատարանի որոշումը բողոքարկվել է։ Ռաֆի Ասլանյանը ակնկալում է, որ ընդդիմադիրների նկատմամբ չտեսնված խստություն դրսևորող դատավորները նույն ջանասիրությամբ պատիժ կկիրառեն, ինչպես վարորդ Նավասարդյանի, այնպես էլ Ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ, որին առնչվող վարույթը դեռ նախաքննության փուլում է։ Այս ամեն ինչը արվում է, որպեսզի Ավտոշարասյան եւ ղեկավար կազմը եւ վարորդը զերծ մնան քրեական պատասխանատվությունից եւ դա արվում է ամենաբարձր մակարդակով իշխանությունների կողմից։ Տարիներով ձգվող դատավարության ընթացքում փաստաբան Ռաֆի Ասլանյանն էլ հաճախ է անդրադարձել հարցին, որ պետական կորտեժների անցնելու պահին երթևեկությունը կարգավորողները մեկից ավելին լինեն։ Հատկապես երբ Ավտոշարասյան մեջ երբեմն 15 մեքենա է լինում։ Այդ ամեն ինչը անտեսվել է։ Այսինքն ընդհանրապես ոստիկանությունից մեկ գրություն են վերցրել, որ այո, գտել ենք, որ մեկ ոստիկանով կարգավորումը բավարար է, բայց որևէ իրավական կարգավորում, որևէ հիմնավորում առհասարակ չի տրվել։ Ուղեկցման ընթացքի վերաբերյալ պատշաճ քննություն մինչև օրս էլ չի իրականացվել։ Հատուկ կարգ չկա, թե քանի պարեկ պետք է կանգնի խաչմերուկներում պաշտոնական կորտեժների անցնելու ժամանակ։ Ներքին գործերի նախարարությունում ասում են, ըստ իրավիճակի է որոշվում երթևեկությունը կարգավորողների քանակը։ Կարնե Մանգասարյան, Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հաջորդ թեման Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը վերացնելու հնչեղ անվան տակ Փաշինյանը փորձում է Հայաստանը թուրքական կախվածության տակ դնել։ Էներգետիկ փորձագետները հենց այս վտանգն են տեսնում Եվրամիության հովանու տակ տեղի ունեցող զարգացումների տողատակում։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարել է, թե Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի զարգացման ուղղությամբ պետք է աշխատել, ինչը ըստ էներգետիկ փորձագետի նշանակում է ուժեղացնել կախվածությունը թուրքական էներգիայից հակակշռելու ռուսական գազով աշխատող ատոմակայանին։ Արևային կայաններ իրենց հզորությամբ եռակի անգամ ավել են մեր ատոմակայանից։ Փաշինյանի այս հայտարարությունը գերմանական Համբուրգում զարմացրել ու զայրացրել է շատ էներգետիկ փորձագետների։ Դա ավելի շուտ միֆ է, քան թե իրականություն։ Արդյոք Հայաստանը գնում է ատոմային էներգիան արևային էներգիայով փոխարինելու ճանապարհով, քիչ-քիչ նվազեցնելով հայկական ատոմակայանի նշանակությունը։ Արևային կայանները չեն կարող փոխարինել ատոմակայանները, որովհետև ատոմակայանը շատ կայուն է էլեկտրոէներգիա արտադրության համար։ 5 տարում արևային էներգիայի միջոցով հոսանքի 45% ապահովելու նպատակ դրած Եվրոպան առաջարկում է օգնել Կենտրոնական Ասիային ու Հարավային Կովկասին զարգացնելու էլեկտրացանցը։ Դեկտեմբերի սկզբին Միրզոյանի Բրյուսելում եղած օրերին, երբ պետք է ստորագրվեր Հայաստան-Եվրամիություն ռազմավարական նոր օրակարգի փաստաթուղթը, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը հայտարարել էր, փորձում են ամեն ինչ անել, որ Հայաստանը քիչ կախված լինի ռուսական էներգիայից։ Էլեկտրոէներգիայի առումով Հայաստանը Ռուսաստանից կախվածություն չունի ուղղակիորեն, որովհետև մենք այդ էլեկտրոէներգիա չենք ներմուծում։ Մեր էլեկտրոէներգիան ձևավորում է հիմնականում ատոմակայանում։ Ռուսական գազից հրաժարված Եվրոպան Հայաստանին առաջարկում է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագիրը։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը հայտնել է, որ ինքը Տաշքենտում ստորագրել է 500 միլիոն եվրոյանոց այդ ծրագիրը, որի նպատակը Հայաստանի էլեկտրացանցի միացումն է վրացականին ու նաև թուրքականին։ Մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի զարգացման ուղղությամբ, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից։ Ըստ էներգետիկ փորձագետի խոսքը հավանաբար Հայաստան-Թուրքիա բարձրավոլտ համակարգի վերականգնման մասին է, որ խորհրդային տարիներին է գործել։ Ուզում են մեր կախվածությունը թուրքական էլեկտրոէներգիայից ուժեղացնել, ասենք թե ի հակակշիռ ջերմակայանների, որոնք ռուսական գազով են աշխատում, կամ ատոմակայանի, որտեղ ատոմակայանն էլ ճիշտ է հայկական է, բայց այդ ուրանը հարստացած մենք ներմուծում ենք Ռուսաստանում։
Այսինքն Եվրոպան Հայաստանին առաջարկում է կախվածություն Թուրքիայից դաշնությունից կախվածության փոխարեն, թեև վերջին դեպքում կախվածություն բառը խիստ անտեղի է համարում Անվելյանը, էներգետիկ համագործակցությունը կախվածություն չէ։ Եվրամիությանը պետք է Հայաստանին կտրել Ռուսաստանից եւ ինչ որ կախվածության մեջ բերել Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Հայկական ու թուրքական էլեկտրացանցերի միացումը կարող է վտանգել հայկական ատոմակայանի ճակատագիրը։ Անկարան շարունակում է պայքարել Հարավային Կովկասի միակ ատոմակայանի փակման համար, պնդելով, թե իր սահմանից 16 կիլոմետր հեռու գտնվող ատոմային կայանի շահագործման ժամկետն ավարտվել է ու այն վտանգավոր է դարձել։ Ուրբաթ հակառակն են պնդել Մոսկվայում։ Ռոսատոմ կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Սպիտակի երկրաշարժից հետո կանգուն մնացած հայկական ատոմակայանը անվանել է Խորհրդային Միության լավագույն ատոմային նախագիծը։ Նա այդ մասին խոսել է Ատոմ թանգարանում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Դա մեր հպարտությունն է, Սովետական Միության լավագույն ատոմային ծրագիրն է, որը դեռ աշխատում է։ Փաշինյանը սեպտեմբերի վերջին հայտարարել էր, որ պատրաստվում են ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականը։ Այսօր մեր երկրում էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրում է հայկական ատոմակայանը։ Եվրոպական շատ երկրներ վերադառնում են ատոմային էներգիային, հատկապես այս տարվա ապրիլին բլեքաութից հետո, երբ էներգահամակարգում խափանման պատճառով Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիայի հարավ-արևմուտքը օրեր շարունակ մնացել էին առանց հոսանքի։ Ֆրանսիան ընդհակառակ իր ատոմային կայաններն է ուժեղացնում Իսպանիան։ Ֆրանսիայից բացի Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Ֆինլանդիան ու Լեհաստանը եվրոպական այն ճամբարում են, որոնք զարգացնում են իրենց ատոմակայանները։ Հակառակ ճամբարում են Իտալիան, Իսպանիան, Բելգիան ու նաև Գերմանիան, որի կանցլերը Փաշինյանին խոստացել է օգնել հասնելու էներգետիկ անկախության։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Այս շաբաթ թուրք-ադրբեջանական աննախադեպ սկանդալ բորբոքվեց։ Օկուպացված Արցախում ներդրումներ արած թուրքական Arenol Group շինարարական ընկերության ղեկավարը բողոք տեսաուղեր ցղեց Էրդողանին ու պատմեց, որ ադրբեջանցիները սպառնալիքներով ու ճնշումներով բռնականձել են իր գույքը։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ, նա մեր երկրորդ տաղավարում է։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լարա։ Ինչ քննարկումներ կան այս թեմայի մասին Ադրբեջանում։ Պաշտոնական մակարդակում գրեթե ոչինչ Լարա, սա այն խնդիրն է, երբ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, թե իրականում ինչ է տեղի ունեցել, պարզապես կամ չեն կարող, կամ չեն ուզում անդրադառնալ թեմային, որովհետև պարզ է, որ եթե խորանանք, ապա արմատներ այս հարցի տանելու են Ալիևի ընտանիք կամ Արցախի վերակառուցման սկանդալներին։ Ադրբեջանական մամուլը, որը մշտապես վերահսկողության տակ է, այդ իսկ պատճառով այս թեմային անդրադառնում է շատ մակերեսորեն եւ ներկայացնում է դա թուրք գործարարի անձնական խնդիր եւ ուղղակի չի խորանում։ Իսկ ադրբեջանցիների մոտ այս ինֆորմացիան սկանդալային է ներկայացում զուտ միայն այն պատճառով, որ միջազգային այն էլ թուրք գործընկերոջ կողմից է խնդիրը բարձրաձայնվել։ Իրականում խնդիրը կանում է նրանում, որ Արցախում այս Ալիևյան վերակառուցման մեծ ծրագրի հիմքում խոշոր ֆինանսական խնդիրներ կան։ Սովորաբար պետբյուջեից միլիարդավոր դոլարներ են դուրս գրվում եւ առանց մրցույթի մեկ անձին է տրվում այդ տենդերը, ինչի արդյունքում թափանցիկություն պարզապես գոյություն չունի, չկա նաև հաշվետվողականություն։ Արման, սրա մասին մեր անցած զրույցներից մեկի ժամանակ մանրամասն խոսել ենք, բայց միթե կարող էր զուտ ֆինանսական պատճառով Ադրբեջանի նախագահը նեղացնել անգամ եղբայրական պետության գործարարին։ Խնդիրը Arenol Group-ի մեջ չէ Լարա, այս ընկերությունը պարզապես օրինակ է։ Ադրբեջանում տարիներ ի վեր եղել են նման խնդիրներ, թե տեղական գործարարների, թե ռուսական եւ թե անգամ միջազգային գործընկերների հետ։ Սակայն նրանք պարզապես նախընտրել են լռել եւ լքել ադրբեջանական շուկան։ Այս դեպքում թուրքական ընկերությունը պարզապես որոշեց կներեք չլռել։ Սա խոսում է այն մասին, որ անգամ Ադրբեջանում եղբայրական Թուրքիայի ուրեմն բիզնեսը պաշտպանված չէ, եթե հնարավոր չէ դա վերահսկել Ալիևի կողմից։ Այս պատմության մեջ շրջանառվում էր նաև Լեյլա Ալիևայի անունը։ Այո Լարա, Arenol Group-ի տնօրենը ինքը ասեց, որ իր ամբողջ գույքը բռնագրավել են, տալով Լեյլա Ալիևայի անունը։ Սա պատահական չէ, որովհետև մի քանի տարի առաջ թե միջազգային եւ թե ադրբեջանական մեդիայում տեղեկություններ էին տարածվել, որ Արզու եւ Լեյլա Ալիևաները կապված են միջազգային ընկերությունների, խոշոր բիզնեսների, անշարժ գույքերի եւ օֆշորների հետ։
Այդ պատճառով բացի այդ Ադրբեջանում ձևավորված մի մեխանիզմ կա, որ պետական ակտիվները չեն գրվում նախագահի անունով, այլ դրանք տալիս են ընտանիքի անդամներին կամ նրանց անվան շուրջ կառուցված որոշ ընկերությունների հետ։ Դա ստեղծում է ֆինանսական, իրավական եւ քաղաքական պաշտպանվածության պատրվակ։ Ու եւս մեկ թեմա, Արման, երեք Բաքվում ներկայացվել է այսպես կոչված Երևան բերդաքաղաքի ազգագրական քարտեզը եւ գործարկվել է դրա կայքը։ Ինչ է այն իրենից ներկայացնում։ Իրականում սա պարզապես որպես պատմական քարտեզ կամ նախագիծ չէ լարա, սա պետականորեն ֆինանսավորվող հերթական ծրագիրն է, որտեղ Երևանը ներկայացում է որպես հին ադրբեջանական քաղաք։ Դա մի նոր կայք է, որտեղ ներկայացված է մի հատակագիծ, դրա վրա մեզ հայտնի Երևանի վայրերն են խեղաթյուրված ադրբեջանական անվանումներով, ու դրանք ներկայացում են ադրբեջանական։ Այլ բան դեռևս հայտնի չէ, սակայն ամենակարևորն է հասկանալ, որ սա ոչ թե հասարակական նախաձեռնություն է, ինչպես ներկայացրեց Ադրբեջանը, այլ պետական փողերով տրամադրված հերթական պահանջատիրական քայլ է։ Սա ազդակ է այն մասին, որ երևանյան խնդրանքներն ու մոտեցումները խաղաղության մասին դեռ չեն հասել Ադրբեջանին։ Ընդհակառակը Ալիևը շարունակում է նույն մոտեցմամբ առաջ գնալ, այս անգամ պահանջները ներկայացնելով մշակութային ժառանգության տեսանկյունից։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ մեր երկրորդ տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։ Իսկ այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ 2 ամսով երկարաձգվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը, փաստաբանը պատրաստվում է բողոքարկման։ Դասագրքային ճշմարտությունները եւ իրական ճշմարտությունները կորդինալ տարբեր են։ Սրբազան պայքարի գործով 5 ամիս բանտախցում անցկացրած Լիդիա Մանթաշյանի բանտային հուշերը, ինչ է ապրել ահաբեկչության եւ իշխանության յուրացման փորձի գործով 18 մեղադրյալներից միակ կինը։ Այդ պահին հուզվել է, բայց ոչ թե ինձ համար էի հուզվել, այլ մտածում էի, ոնց կարող է Սրբազանին էլ են հիմա նույն ձևով վարվում։ Կփորձենք հասկանալ ռուսների թե ուկրաինացիների վերահսկողության տակ են Պոկրովսկն ու Կուպլյանսկը, հակասական տեղեկություններ ռուս-ուկրաինական ճակատից։ Նրանք վաղուց ամբողջ աշխարհին պատմում են, թե իբր Ուկրաինան թույլ է։ Նրանք ստում են։ Կտեսնեք նաև 2 տարեկան Հայդյութասնի գերբնական կարողությունները, ինչպես է հսկա Մերսեդեսը խաղալիք դառնում փոքրիկ Մոնթեի ձեռքում։ Ինքն էր պահանջում, որ պետանք մեքենա կրտեն ու ստացվեց դրա մոտ։ Եվ այսպես հերթական պատարականման միջոցառման նախօրեին Փաշինյանը կասկածի տակ է դրել Մայրաթորի վերջին հայտարարությունը եկեղեցու կանոնադրության մասին։ Փաշինյանը մի ռիլ է հրապարակել եւ մի հակասական պնդում արել, թե 2011-ին եկեղեցու կանոնադրությունն է գրանցվել Արդարադատության նախարարությունում խոստումով մոտ ապագայում կազմել կանոնադրությունը։ Այս ապականոնական վիճակը դիտավորյալ է ստեղծվել, որպեսզի որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում եւ ընկալում չլինի, եզրակացրել է Փաշինյանը։ Հինգշաբթի էր Մայրաթորը հայտարարել, որ 2009-ից 2014-ին հաստատվել են եկեղեցական ժողովների գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունները եւ թեմական ծխական կանոնադրությունների ուղենիշները։ Ըստ Մայրաթորի, բացի ազգային եկեղեցական ժողովի կանոնադրությունից մնացածը գործածվում են։ Մայրաթորը նաեւ հայտնել է, որ այս պահին խաթարված է եկեղեցու սահմանադրության ընդունման աշխատանքը, քանի որ կանոնադրությունների մշակման հանձնախմբերի ատենապետները այժմ ապօրինաբար ազատազրկված են։ 2 ամսով երկարաձգվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը։ Ուրբաթ երեկոյան շուրջ 3 ժամ տևած միջնորդության քննությունից հետո այսօր է դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ որոշել բավարարել դատախազության միջնորդությունը։ Սրբազանի փաստաբան Ռոման Ահարոնյանը հայտնել է, որ որոշումը ստանալուց հետո բողոքարկելու են։ Հոկտեմբերին կալանավորված եպիսկոպոս Պրոշյանը մեղադրվում է 2 հոդվածով։ Իբրև 2021-ի խորհրդարանական ընտրություններին իր թեմի հոգևորականներին պարտադրել է չընտրել Նիկոլ Փաշինյանին եւ հարկադրել է մասնակցել ընդդիմության հավաքներին։ Քրեական բարույթը հարուցվել է կարգալույզ արված Ստեփան Ասատրյանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի հիման վրա։ Սրբազանը մեղադրանքները չի ընդունում։ Քննարկումները մեծ հաշվով արդեն ինչքան տևեց, ինչ էր, ինչի մասին էր, երկրորդվում են։ Մեն մի բան կասեմ, մեր դասագրքային ճշմարտությունները եւ իրական ճշմարտությունները կորդինալ տարբեր են։ Համենայն դեպս մեր գնահատմամբ չափազանց անհիմն էր քննիչի միջնորդությունը, իսկ թե ինչ կգրի դատարանը կստանանք ակտը, կուսումնասիրենք եւ սահմանված կարգով անպայման կբողոքարկենք։ Դե անմիանշան։
Սրբազան պայքարի գործով 5 ամիս բանտախցում անցկացրած Լիդիա Մանթաշյանի բանտային հուշերը, ինչը ապրել ահաբեկչության եւ իշխանության յուրացման փորձի գործով 18 մեղադրյալներից միակ կինը։ Լիդիայի հետ զրուցել է Լիլիթ Խալաթյանը։ Ու երբ որ այսպես ղռռոցով այդ դուռը բացվում է, արդեն քո համար ստրես է դա։ Գնում ես ընդամենը բարև ձեզ, առավոտյան նախաճաշ են բերել։ Իբրս մի հատ մատնակաշ են տալիս, ասում են վերցրու։ Չես էլ կամ ասես, չգիտեմ, չեմ ուզում եմ սենց 5 ամիս 2 օր ճաղերի հետևում անցկացրած Լիդիայի համար անմոռանալի է եղել բանտային առաջին նախաճաշը։ 2 օր է եղել, որ ես ճնշված եմ եղել։ Ճնշված չեմ եղել, ուղղակի մտքերով եմ եղել։ Մեկը եղել է հենց այդ առավոտ, որ բերեցին այդ հացը տվեցին։ Բանտախցի դռան քառակուսի անցքից նետած հացը կուլ չի գնացել։ Առաջին անգամ ընկճվել է Լիդիան, արցունքներ կուլ տվել։ Այդ պահին հուզվել է, բայց ոչ թե ինձ համար էի հուզվել, այլ մտածում էի, ոնց կարող է սրբազանին են հիմա նույն ձևով վարվում։ Լիդիայի համոզմամբ դա էր ամենասարսափելին, որ կարող էր պատահել։ Ահաբեկչության եւ իշխանության յուրացման փորձի գործով 18 մեղադրյալներից միակ կինը ավելի ճնշող փաստ չգիտի քրեակատարողական հիմնարկների մասին, քան այն, որ նույն բանտախցերը կացարան են նաեւ հայ առաքելական եկեղեցու 4 սրբազան հայրերի համար։ Չեմ պատկերացրել երբևէ, որ հայ եկեղեցու եպիսկոպոս կարող է հայտնվել ճաղերի ետևում։ Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին պատմում են։ Հայտնի թևավոր խոսքն է հիշում Լիդիան բանտը նկարագրելիս։ Փշալարեր, համազգեստով մարդիկ, անսովոր միջավայր ու դրան հակառակ չափազանց լավ վերաբերմունք իր նկատմամբ եւ աշխատակիցների եւ դատապարտյալների կողմից։ Իրենք էլ ինձ տեսնելով նաեւ հասկանում էին, թե ինչքան ահաբեկիչ չեմ ես, հա։ Թաքուն գալիս էին, ասում էին, մենք քեզ որպես կալանավոր չենք վերաբերվում, մենք գիտենք, ասենք, որ դու հանցագործ չես, որ դատերից հետո գնում էի քրեակատարողական հիմնարկ, այսպես պատոհաններից դուրս էին թափում։ Տիկին Լիդիա, ինչ եղավ, չեք գնում տուն, վա, ինչի չեք գնում դուք դեռ տուն։ Որովհետև այդպես էր հրամայել Նիկոլ Փաշինյանը, վստահ է Լիդիան, իր ու նույն այսպես կոչված 18 արդարների գործով անցնող մյուս մեղադրյալների վերաբերյալ բոլոր որոշումները վերևից են իջել դատավորի սեղանին։ Շատ փնթի սարքած գործ է, շատ։ Հեսա որ սկսենք փաստերի քննման շրջանը դուք էլ կտեսնեք, որ այդպես է։ Մեր գործը կարդալուց հետո մտքովս անցնում է այնքան ամփույթ են սարքել, ասեմ գոնե մի քիչ խելացի ձևով դա անեին, ասում կարող է որոշեմ երկրորդ մասնագիտություն իրավաբանություն վերցնեմ։ Մաթեմատիկոս է Լիդիան, ծնվել է իրավաբանների ընտանիքում։ Եկեղեցուն, քրիստոնեությանը հավատարիմ ծառաներ են եղել ընտանիքի անդամները։ Դիլիջանի հոգևոր հովիվը հաճախ է Լիդիայի հորը դիմել, երբ գյուղում մկրտություն է եղել։ Որ մեր քահանան նոր էր եկել Դիլիջան, ինքան շատ չէին մկրտված մարդիկ, հայրս բան էր, այդպես ասած, ռուսերեն բառով ասած, դիժուրնի կնքահայր էր, որ մեկը պետք էր լինում կնքվեր, տեր հայրը զանգում էր, ասում էր արի մի քիչ զրույցի, տես կուզես ես մարդու կնքահայրը դառնաս։ Բագրատ Սրբազանի հետ Դիլիջանում է ծանոթացել Լիդիան։ Սրբազանը Հայաստան էր վերադարձել Կանադայից, մինչ այդ նրա մասին տավուշում լսել էին հոգևոր հովիվ Տեր Շավարշի շուրթերից։ Տեր Շավարշը ինքը Բագրատ Սրբազանի աշակերտն էր եղել։ Ինքը այնպես էր մեզ պատմել Բագրատ Սրբազանի մասին, ինձ համար Բագրատ Սրբազանը այսպես մի տեսակ միֆական կերպար էր։ Երբ որ ինքը եկավ Տավուշի թեմի առաջնորդ, մեզ համար շատ մեծ անակնկալ էր, որ Բագրատ Սրբազանի մասշտաբի մարդը գալիս է Տավուշ, որովհետև վեհապարն իրեն առաջարկել էր գնալ Անգլիայի թեմի առաջնորդ, քանի որ Անգլիայում է սովորել։ Սրբազանն ասել էր, չէ, ուզում եմ Հայաստանի որևէ թեմ գնամ, ու եթե ցանկանաք վեհապարտեր, կուզեմ Տավուշի առաջնորդը լինեմ, ինքն է հենց առաջարկել ու Անգլիայի փոխարեն ինքը ընտրել է Տավուշը, սահմանապահ Տավուշը, որտեղ բազմաթիվ խնդիրներ կային, էլի։ Ծառայել Աստծուն ու հայրենիքին Տավուշում Բագրատ Սրբազանի գաղափարներով են վարակվել Լիդիան ու եկեղեցու մյուս հավատավորները։ Հենց այդ գաղափարներին հավատարիմ մնալով են սկսել Սրբազան շարժումը, կրել զրկանքներ, հայտնվել ճաղերի հետևում։ Շատ վատ բան արեց Նիկոլ Փաշինյանը այս գործով, քրեականացրեց այն, ինչի միջոցով ինքը եկել էր իշխանության։ Այսինքն հիմա ցանկացած անձ, որը փորձի որոշակի փողոցային ակտիվություն ցուցաբերել, հայտնվելու է ճաղերի ետևում։ Առօրյա կյանքին դեռ չի հարմարվել արդեն 15 օր ազատության մեջ գտնվող Լիդիան։ Նրա նկատմամբ դեռ սահմանափակումներ գործում են։
Մի քանի անգամ կալանքը երկարաձգելուց հետո դատարանը Լիդիային բաց է թողել պայմանով երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան 9 տանը պետք է մնա ու չգնա մարդաշատ վայրեր։ Չի նեղ սրտում Լիդիան, ասում է ամեն ինչ մարդու համար է, կարևորը հավատքով դեպի հաղթանակ։ Այս ամեն ինչը Աստծո կամքով է կատարվում նաև ու մենք անցնում ենք մաքրման շրջան։ Լիլիթ Խալաթյան, Նորայ Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Դատարանը շարունակել է Լևոն Քոչարյանի գործով վկաների հարցաքննությունը ուրբաթ։ Ոստիկանության ծառայող Արման Մարությանն է պատասխանել դատարանի հարցերին։ Գրեթե բոլորին տալով նույն պատասխանը չի հիշում Լևոն Քոչարյանի ձերբակալության օրը որտեղ է անցել իր հրահանգավորումը, որ ծառայակցի հետ է գնացել դեպքի վայր եւ ուրիշ մանրամասներ։ Վկան նաեւ հայտարարել է, որ դեպքի օրը եւ դրանից հետո չի զրուցել գործով տուժող ճանաչված Կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանի հետ եւ չգիտի թե ինչ հարվածներ են ստացել։ Ինչպես հիշում եք, Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023-ի սեպտեմբերի 22-ին բողոքի ակցիայի ժամանակ նրան մեղադրանքի առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ իբր բռնություն գործադրելու համար։ Չնայած կադրեր կան, որոնցում հստակ երևում է, որ ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկել Լևոն Քոչարյանին։ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը վկային հարցրել է, արդյոք ինքը խոչընդոտել է Մարությանին որևէ գործողություն կատարել։ Երբ որ մենք նայում ենք դեպի ոստիկանները, դեպի հետ, այսինքն դեպի ձեզ, ինչ-որ բան լսում եք, մենք գավառ ենք, խոսայինք, ինչ-որ խոսք մեզնից լսվում է, թե չէ ձեզ։ Կոնկրետ չեմ լսել, որտեղ գործողություն են կատարել, ուշադրություն չեմ տվել։ Այսինքն դուք հենց այդ բանն եք գործում։ Մինչև ձեզ մոտիկ անալը արդեն որ փողոցի մարդիկ կային, ես էլ վերնում եմ։ Տեսեք, քիչ առաջ դուք ասացիք, որ դուք ես ուզեցի դա հասկանամ, դուք ասացիք, որ դուք գործողություն սկսել եք կատարել այն ժամանակ, երբ որ արդեն մենք եկել կանտել ենք շղթայված ու արդեն այդ պրոցեսը սկսել է։ Ձեր քաղաքացիները եկել փողոց դուրս եկան։ Իմ ասածը մինչև դա է։ Մոտավորապես ձեր նախորդ ասածից պետք է որ ստացել, որ դուք այդ բան երբ որ մենք քայլում էինք, դուք փաստորեն ինձ նաև ֆիքսել եք, չէ՞։ Հա, դե շղթան գործողության ժամանակ ավելի դժվար է, որ այդ բանը կոնկրետ չէ, որ իջեք մի պատանները դուք շղթայով եղել եք, այդ բանը միակ արդեն ձեր նախորդ ասածը մի քիչ չհասկացա, փորձեմ հասկանալ։ Դուք գործողություն կոնկրետ երբ եք սկսել անել մեր քայլելու ժամանակ, թե երբ որ արդեն ոստիկանները սկսեց մեզ փորձել վերնալ։ Այդ քան իրար է դեռ չի կարող տարանջատել ոնց ինչա պատահել։ Ու մեզնից խոսք չեք լսել, որ բանը չդրանով լսել չեք։ Դա իսկ ձեր խոսել ենք նաև որ շարունակությունները Անցնենք առաջ, սիրելի հայրենակիցներ, Թուրքմենստանում խաղաղության եւ վստահության միջազգային ֆորումի ընթացքում Ռուսաստանի նախագահը առանձին հանդիպել է Թուրքիայի եւ Իրանի ղեկավարների հետ։ Եթե Փաշինյանն ու Ալիևն էլ Թուրքմենստան մեկնած լինեին, ըստ թուրքական լրատվամիջոցների կարող էր նաեւ 3+3 ֆորմատով բանակցություն կազմակերպվել Աշխաբադում։ Ամենահետաքրքիրը այն է, թե ինչու այնտեղ չի եղել Ալիևը։ Բոլոր ինտրիգներն ու հետաքրքիր հայտարարությունները իմի է բերել Գայանե Մովսիսյանը։ Աշխաբադում կարող էին 3 գումարած 3 ֆորմատով բանակցություններ լինել, եթե Փաշինյանն ու Ալիևն էլ Թուրքմենստան մեկնած լինեին, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Ալիևը հավանաբար 2 պատճառ ուներ խաղաղության եւ վստահության միջազգային ֆորումին չմասնակցելու համար։ Ուրբաթ Հեյդար Ալիևի հիշատակի օրն էր։ Անգամ հեռվից արված կադրերում ադրբեջանցի լրագրողները ֆիքսել են նախագահի գրեթե կատարյալ դարձած քիթը։ Ու աչքերի տակ եղած մեծ պարկերը, որ սովորաբար շաբաթներով մնում են ռինոպլաստիկայից հետո։ Ադրբեջանի վարչապետն է եղել Աշխաբադում։ Հայաստանը Թուրքմենստանում ներկայացրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, որին ըստ Գելափի վերջին հարցումների Հայաստանում հարցվածների 27.1%-ը ընդհանրապես չի ճանաչում։ Թուրքմենստանում մեկ տասնյակից ավելի ներկա լիդերներից միայն Թուրքմենստանի եւ Իրաքի նախագահների հետ է առանձնազրույց ունեցել Խաչատրյանը, ենթադրելով նրա YouTube-յան էջից։ Հարավային Կովկասի մասին զրույցներին ներկա չի եղել Հայաստանի նախագահը։ Պուտինը Էրդողանի ու Փեզեշքյանի հետ է քննարկել այդ թեմաները։ Ուկրաինայում խաղաղության հասնելու օգտակար խորհուրդներ է Էրդողանը տվել ռուս պաշտոնակցին։ Պուտինին ասել է, թե սահմանափակ հրադադարը կօգնի ավելի արագ հասնել հակամարտության հանգուցալուծմանը։ Եթե Մոսկվան ու Կիևը պայմանավորվեն ու չթիրախավորեն իրար էներգետիկ օբյեկտներն ու նավահանգիստները, ըստ Էրդողանի ավելի կմեծանա պատերազմը արագ ավարտելու շանսը։ Թուրքիայի նախագահը Պուտինին վստահեցրել է, թե պատրաստ է Անկարան աջակցել ռուս-ուկրաինական բանակցություններին, ինչ ֆորմատով էլ դրանք լինեն։
Վերլուծաբանները հիշում են, որ դեռ 2022-ին Էրդողանի առաջարկը միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններում կտրականապես մերժել էր Մոսկվան։ Ռուսաստանի իշխանությունը անընդունելի էր համարել այդ առաջարկը։ Հիմա աննախադեպ մեծ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի համար իրական փրկություն է ցանկացած համագործակցություն Թուրքիայի հետ։ Անգամ Սիրիայում երկու պետությունների ունեցած ծայրահեղան համաձայնություններին, ըստ արևմտյան վերլուծաբանների, հնարավոր է Պուտինը թույլ տա Էրդողանին անգամ մի քիչ մտնել իր ներքին խոհանոց։ Աշխաբադում Ռուսաստանի նախագահը մտերմիկ զրուցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ։ Հետո նրա խոսնակ Պեսկովը լրագրողներին ասել է, որ պայմանավորվել են ինչպես մեծացնել վառելիքի արտահանման ծավալները։ Գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության հնարավորությունները Պուտինը քննարկել է իրանցի պաշտոնակցի հետ առանձնազրույցի ժամանակ։ Մենք շարունակում ենք աշխատել մեր հիմնական խոշոր նախագծերի վրա։ Դա վերաբերում է նաև Բուշերի ատոմակայանին եւ ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում հյուսիս-հարավ երթուղուն։ Քննարկում ենք գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության հնարավորությունը։ Գյուղատնտեսությունում լայնածավալ աշխատանքները շարունակվում են։ 2023-ին Մոսկվան եւ Թեհրանը ստորագրել են հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի 160 կիլոմետրանոց Ռաշտ-Աստարա հատվածի համատեղ կառուցման մասին համաձայնագիր։ Աշխաբադում Փեզեշքյանը վստահեցրել է Պուտինին, որ այդ հատվածի գրեթե բոլոր հողերը պետականաշնորհել են, շուտով կսկսեն շինարարությունը։ Ռաշտ-Աշտարա երկաթուղային երթուղու վերաբերյալ ուզում եմ ասել ձեզ, որ մենք արդեն ձեռք ենք բերել 100 կիլոմետր, գուցե 110 կիլոմետր տարածք։ Մենք ամեն բան կավարտենք մինչև տարեվերջ։ Իրանցի վերլուծաբանները գրում են, որ այդ մայրուղին օդի ու ջրի պես անհրաժեշտ է ոչ միայն Իրանին ու Ռուսաստանին։ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի լիարժեք գործունեությունը, որ կբացի մուտք դեպի Պարսից ծոց, մեծ հնարավորություն է նաև հարավային Կովկասի պետությունների համար։ Գայանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Ռուսների թե ուկրաինացիների վերահսկողության տակ են Պոկրովսկն ու Կուպլյանսկը, հակասական տեղեկություններ են մեզ հասնում ռուս-ուկրաինական ճակատից։ Զելենսկին վստահեցնում է, թե սուտ են ռուսական կողմի պնդումները, որ Ուկրաինան Բերլինում սպասվող բանակցություններից առաջ գրեթե ծնկի է եկել ու պատրաստ է զիջումների։ Մանրամասներ Սովինար Բարխուդարյանը կպատմի։ Կադրերում Պոկրովսկն է, քաղաքի փողոցներում ռուս լրագրողները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած կադրերում ռուս զինծառայողները ուղեկցում են լրագրողներին։ Նրանք մոտենում են տներում պատսպարված մարդկանց, հարց ու փորձ անում։ Ժամանակ առ ժամանակ լսվում են պայթյունների խուլ ձայներ։ Մարդկանց տեղաշարժից երևում է, որ Պոկրովսկում դեռ անվտանգ չէ։ Մոսկվան դեկտեմբերի 1-ին էր հայտարարել, որ Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքը ազատագրված է։ Կիևը հակադարձել է, պնդելով, թե ուկրաինական զինված ուժերը նահանջել են, բայց դեռ վերահսկում են քաղաքի որոշ հատվածներ։ Այս ֆոնին Ուկրաինայի նախագահը կադրեր է հրապարակել Խարկովի մարզից, իր խոսքով Կուպյանսկից։ Նա պետական պարգևներ է հանձնել Ուկրաինայի ցամաքային զորքերի օրվա առթիվ։ Ռուսները երկար ժամանակ պարծենում էին, իբր նրանք գրավել են մեր Կուպյանսկը։ Նրանք վաղուց ամբողջ աշխարհին պատմում են, թե իբր Ուկրաինան թույլ է։ Նրանք ստում են, դուք ուժեղ եք։ Ուկրաինան պաշտպանում է իր դիրքերը, եւ որքան ուժեղ լինի մեր պաշտպանությունը առաջնագծում, այնքան ուժեղ կլինեն մեր դիրքերը բանակցություններում։ Բանակցություններում Կիևի դիրքերը դեռ խարխուլ են։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ըստ Սպիտակ տան հանգստյան օրերին Բերլինում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի եւ եվրոպացի այլ առաջնորդների հետ։ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Բերլինը կհյուրընկալի առաջնորդներին, այդ թվում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարներին երկուշաբթի։ Զելենսկիի եւ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մասնակցությամբ գերմանա-ուկրաինական բիզնես ֆորումից մի քանի ժամ անց։ Ըստ Axios-ի Թրամփի վարչակազմը պատրաստ է Կիևին տրամադրել Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածով կոլեկտիվ պաշտպանության երաշխիքներ, որոնք պետք է հաստատի Կոնգրեսը։ Ըստ Axios-ի աղբյուրների, ամերիկացիներն ուզում են ուկրաինացիներին տրամադրել անվտանգության երաշխիքներ, որոնք մի կողմից չեն լինի քարտ բլանշ, մյուս կողմից բավականաչափ ուժեղ կլինեն։ Կիևի եվրոպացի դաշնակիցները անժամկետ սառեցրել են Ռուսաստանի կենտրոնական բանկի Եվրոպայում պահվող 210 միլիարդ եվրոյի ակտիվները։ Սառեցումը յուրաքանչյուրը 6 ամիսը մեկ երկարաձգելու փոխարեն։ Հիմա Եվրամիությունը կարող է անխոչնդոտ օգնել Ուկրաինային ռուսական փողով։
Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Վերադառնանք Հայաստան, Սուսուփուս հարսնության եւ աղմկոտ ամուսնալուծությունների մասին է մեր հաջորդ պատմությունը։ Վիճակագրական կոմիտեի տվյալով այս տարվա առաջին կիսամյակում 5199 ամուսնություն է գրանցվել մեր երկրում։ Այս թիվը 1125-ով փոքր է անցած տարվա նույն շրջանի տվյալից։ Փոխարենը ամուսնալուծություններն են ավելացել։ Ադաթը, ժամանակաշրջանը թե պայմաններն են այս անուրախ թվերի հետևում։ Վարդենիկցիների հետ զրույցում փորձել է հասկանալ Աննա Նազարյանը։ Զուռնադհոլի ձայնին կարոտ են վարդենիկցիները, տարվա մեջ 1-2 անգամ ուրախության ձայներ լսվեն, թե չէ։ Գյուղում միջահել չի մնացել, ճոխ հարսանիք հանի, հարևանների դեմքին շպիտ բերի։ Չկա հարսանիք չկա, մենք կարոտել ենք հարսանիք, այն մուզիկան թողին լսենք, կարոտենք, թաղում, մինակ էստա թաղում, ներկանանք, թաղենք, կանք, զրո։ 30-նանց տասնյակ տղաներ արտագնա աշխատանքի են, չեն էլ մտածում, գան մի պարկեշտ աղջիկ գտնեն, ամուսնանան երեխա ունենան, դժգոհում են ծնողները, օր ու գիշեր խրատ են կարդում զավակների գլխներին։ Մեծերն արդեն մնան, դառնան բծախնդիր, աղջին ելակ դառնա, տղեն ալակ դառնա։ 72-ամյա Հեղինետատն ու 80-ամյա Սարիբեկ պապը այս մեծ տան մեջ միայնակ են ապրում, իրենց բախտավոր են համարում, 5 երեխաներին բարեհաջող ամուսնացրել են, 12 թոռ, 14 ծոռ ունեն, հիմա իրենց դարդը գյուղի չամուսնացած տղաներն են, դպրոցը դեռ չավարտած, արդեն զբաղված են սակավաթիվ աղջիկների սրտերը, ում սիրեն իրենց գյուղի տղաները։ Հիմի եթաց դպրոցական 10 ավարտի չկարաս ուզես։ Քանի որ մեն արդեն տեղավորուկ են։ Մկոր խարսեղեր, խորոտ վերցեր, դներ, տաներ, բերեր, Տիկին Ալիտ անել է հարևանների տան համար հարց փնտրում։ Թովմասյանների 32 եւ 35-ամյա որդիները Ռուսաստանում են աշխատում, լավ փող վաստակում, բայց ամուսնանալու միտք չունեն։ Գնացել են ու գնացել են։ Ուր են գնացել։ Մոսկվա են ապրում, 1000 գլխով էստես լավ։ Հիմնական գնացել են, մնացել են, ստեղ տեղ չտվեցի։ Կրթված տղաները կրթված աղջիկների են փնտրում, նրանք էլ քաղաքն են նախընտրում։ Երկու քարի արանքում են ջահելները։ Հիմա իմ տղեն ի վիճակի չէ ֆիզիկական աշխատանք կատարելու։ Ինքը չի կարող այդ ֆիզիկան, ինքը իմ հողամասում չի կարողանում այդ ֆիզիկական աշխատանքը անել։ Ֆիզիկապես ի վիճակի չէ, ոչ թե չի ուզում, այլ ֆիզիկապես չի կարող։ Իմ երեխեն իր երեխուն գյուղում ոնց կպահի։ Գյուղում ապագա չկա, ասում են չամուսնացած երիտասարդները, երբ ծնողներն ամուսնանալու մասին խոսակցություն են բացում։ Մամաս ասում էր, եթե մեր գյուղն քաղաքին մոտիկ եղին, մեր շներն էլ ֆերսերին կհաչին։ Աղջիկներն էլ են խստապահանջ դարձել, բողոքում է Հեղինետատը։ Հիմի գյուղին էլ քաղաքագուզա, տղի հետ պայմանավորվի, քաղաք տարար, կամուսնանամ, չէ, առանձին ապրանք, կամուսնանամ, մի աղջիկն էլ սաղն էլ կարաչարկեն, տղեկներն էլ արդեն վախենան։ Եթե Վարդենիկում աշխատատեղ լիներ, տղաներն օտարության մեջ գործ չէին փնտրի, աչքները շատ բան չէր տեսնի, սրտները շատ բան չէր ուզի, հեշտ կլիներ կարգել նրանց, համոզված են գյուղում։ Շատերը մտածում են ամուսնանամ, ամուսնական հոգսեր, ֆլանֆստան, իսկ ոմանք էլ ասում են, դե հենա ապրում եմ էլի ինձ համար մի կյանք հատված, ես իմ կյանքը ոնց կուզեմ ինձ կապրեմ, բայց բնականաբար գյուղական վայրի ջահելությունը տենց չի մտածում են մանավանդ ծնողները, վայ, բալաջան, բա դու երբ կարգվիս, քո համար մի հատ աղջիկ չգթինք, վայ քսա, պապա այնտեղից գզանգա Ռուսաստանից, պապա մի հատ աղջիկ ճարա կամ տենամ։ Երբեմն իրենց տան համար հարմար հարս գտնում են, բայց պարզվում է աղջիկներն ուզում են, որ իրենց հետևից ասպետները գան, ոչ թե նրանց ծնողները։ Մեծերը չեն հասկանում այս նոր դրվածքը, հիմա կյանքը հեշտ է իրենց հարսնության տարիների համեմատ, ինչ են ուզում աղջիկները։ Այնտեղ տուներ, մեծեր, տավարեր, անասուներ, մենք քինին, իսկ մկավա ջայլ չինա։ Մակալար մեքենաներ, տնկալվածքի մեքենաներ, կոշիններ վրանց գլցան մեջեն գլվանք խանեն, լա գոքնին։ Սուսուփուս հարսնության տարիներն անցել են, առաջին իսկ դժգոհության դեպքում ամուսնալուծվում են զույգերը, սրտնեղում են Վարդենիկում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով այս տարվա առաջին կիսամյակում 5199 ամուսնություն է գրանցվել, նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ 1125-ով պակաս։
Մինչդեռ ամուսնալուծություններն ավելացել են։ Կես տարում 1000 ամուսնության դիմաց 382 ամուսնալուծություն է եղել, նախորդ կես տարվա 290-ի փոխարեն։ Աննա Գյուրնազարյան, Արաքել Օհանյան, Հայլուրի համար։ Եվ վերջում 2-ամյա դյուցազուն Մոնթեի մասին 6 ամսականում նա կարողացել է 22 վայրկյան կախված մնալ պտտաձողից ու դյուցազնագրքում է գրանցվել։ Իսկ հիմա ավելի զարմանահրաշ բաներ է անում, կպատմի Լիլիթ Գասպարյանը։ Կարծես խաղալիք լինի հսկա Մերսեդեսը փոքրիկ Մոնթեի համար։ 2 տարեկան տղան այնտեղից պոկում է գերբնական ուժով։ Միտք ծակեց խաղապար, որ տանք փորձել, տնանք մեքենա կարա բրտի։ Դեն էլ սիրելով, ոչ թե ինչ-որ այս տիպողական կամ բանով ինքն էր պահանջում, որ հետանք մեքենա բրտեն, տնանք սենց ու տվինք բրտել ու ստացվեց իր ամոր։ Մոնթեն դեռ 6 ամսականից է ռեկորդներ գրանցում։ Առաջին անգամ պրոֆեսիոնալ մարզիկներին զարմացրել է, երբ 22 վայրկյան կախված է մնացել պտտաձողից։ Մոնթեն նայում էր իր եղբայրներին, Դավիթին, ռեկորդների ձեռքբերումները նրանց։ Ուզում էր, որ միշտ ինքն էր, թեև փոքր էր, միշտ ուզում էր, որ ինքն էր նմանվի իր եղբայրներին։ Իսկ ամենաառաջը ռեկորդը ինքը որ սահմանեց եւ գրանցվեց դյուցազնակետի մեջ 6 ամսական էր, դժվարությամբ իջացրինք պտտաձողի վրայից։ Ծնողները սկզբում վախեցել են, հետո հասկացել, տղային ձգում են մարզասարքերը, ուժային վարժությունները։ Տարավ 2 տարեկան ժամանակ արդեն վազում էր վազկուղու վրա, վազում էր ինքնուրույն։ Հաստատ գենետիկան մեծ դեր ունի, վստահ է հայրը Արտյոմ Սոլոյանը, որ Եվրոպայի չեմպիոն է նստարանային հրում մարզաձևում։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։